Ողջույն բոլորին, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Քանի որ մոտենում են տոները, առաջարկում եմ բարձր տրամադրությամբ միասին պատրաստենք նրբաբլիթների շերտեր։ Այս նրբաբլիթները պատրաստվում են առանց փխրեցուցիչի և սոդայի, ստացվում են շատ բարակ, նուրբ ու էլաստիկ, փաթաթելիս երբեք չեն ճաքում և չեն պատռվում։ Այս բաղադրատոմսով ստացվում է 100 հատ նրբաբլիթի շերտ, ինչը հարմար է մեծ քանակով պատրաստելու համար։ Նրբաբլիթները ունիվերսալ են, դրանք կարող եք լցոնել ցանկացած միջուկով՝ տավարի կամ հավի մսով, սնկով, կաթնաշոռով կամ պարզապես վայելել առանց միջուկի։ Ցանկացած դեպքում դրանք ստացվում են իդեալական։ Սա ավելի քան 50 տարի փորձված բաղադրատոմս է, որով ստացվում է 100 հատ նրբաբլիթ։ Դե ինչ, սկսենք պատրաստել։ Մեզ անհրաժեշտ է 6 ձու, 2 լիտր կաթ, 2 թեյի գդալախ, 4 ճաշի գդալ բուսայուղ և 6 բաժակ ալուր։ Նախ 1-2 րոպե հարում ենք հավկիթները։ Արագ լինելու համար ես խառնում եմ էլեկտրական հարիչով, սակայն կարող եք պատրաստել օգտագործելով ձեռքի հարիչ, ոչ մի տարբերություն։ Կկիրառենք մի հնարք, որի դեպքում երբեք գնդիկներ չեն առաջանում, և անհրաժեշտություն չի լինում պատրաստած խմորը անցկացնել մաղով։ Դրա համար հավկիթները խառնելուց հետո ամբողջ կաթը չենք ավելացնում, կօգտագործենք կեսը։ Այնուհետև 3 անգամից ավելացնում ենք 2 բաժակ ալյուր, այս բաղադրատոմսի մեջ օգտագործվում է 6 բաժակ ալուր։ Թանկագիններս բաժակի չափը 250 մլ է։ Ես օգտագործում եմ գործարանային պաստերացված կաթ, որի յուղայնությունը բավականին ցածր է։ Եթե հնարավորություն է ընձեռնվել ձեռք բերել տնական կաթ, այդ դեպքում 1 լիտր կաթի համար ավելացրեք 1 բաժակ ջուր, յուղայնությունը պակասեցնելու համար։ Տնական կաթով նրբաբլիթներ պատրաստելու համար կօգտագործվի 7 բաժակ ալուր։ Պետք է ստացվի թթվասերի խտություն ունեցող խմոր։ Ալյուրը պարտադիր մաղում ենք, որպեսզի այն հագեցնենք թթվածնով, այսպես նրբաբլիթների շերտերը ստացվում են բարակ, նուրբ և ծակոտկեն։ Հարգելիներս, իմ ալիքում կգտնեք նաև հանքային ջրով պատրաստվող նրբաբլիթների մի հրաշալի բաղադրատոմս։ Բաղադրատոմսի հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Ինչպես տեսնում եք, խմորը նման է մածունով պատրաստվող բիսկվիթի խմորին, դա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք։ Այսպես գնդիկներ չեն առաջանում և ստիպված չենք լինում երկար խառնելուց հետո խմորը անցկացնել մաղով։ Այս փուլում ավելացնում ենք մնացած կաթը, 2 լիկ թեյի գդալախ, 4 ճաշի գդալ բուսայուղ և կրկին խառնում ենք։ Քանի որ չենք օգտագործում սոդա, փխրեցուցիչ կամ հանքային ջուր, կաթը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, որպեսզի նրբաբլիթները ստացվեն ծակոտկեն։ Լավ խառնելուց հետո թողնում ենք խմորը հանգստանա մոտ 10 րոպե, այնուհետև սկսում ենք թխել նրբաբլիթները։ Հարգելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր տոնական բաղադրատոմսեր։ Ահա տեսեք, թե ինչպիսի խտություն ունի խմորը և ոչ մի գնդիկ։ Նրբաբլիթներ փաթաթելու համար տավարի մսով համեղ և հյութալի միջուկի պատրաստման տարբերակը կթողնեմ նկարագրությունների բաժնում, իսկ այս անգամ ես պետք է պատրաստեմ հավի մսով և սնկով։ Սնկով և հավի մսով նրբաբլիթների ամբողջական բաղադրատոմսը շուտով կգտնեք իմ ալիքում։ Ես պատրաստում եմ 22 սմ տրամագիծ ունեցող տապակով, որպեսզի գործը ավելի շուտ գլուխ գա, վերցրեք 2-ից 3 հատ։ Տապակը շատ լավ տաքացնում ենք, ընդամենը 1 անգամ թեթապատում ենք և սկսում ենք պատրաստել նրբաբլիթները։ Տեսեք ինչ հեշտ է շրջել, մեծ համբերություն, այս եղանակով պատրաստում ենք, մինչև ամբողջ խմորը վերջանա։ Այս բաղադրատոմսով նրբաբլիթներ պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, շատ հետաքրքիր է, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել։
Յուրաքանչյուր շերտը թխելու համար օգտագործվում է 60 մլ խմոր, այդ պատճառով վերցրեք փոքր շերեպ։ Նրբաբլիթները ես պետք է փաթաթեմ հավի մսով և սնկով պատրաստված համեղ միջուկով, որի բաղադրատոմսը կգտնեք հաջորդ թիվ։ 2 ժամ անց շերտերը թխված են, սկսում ենք փաթաթել։ Շերտերը պատրաստելուց հետո կարող եք ծածկել սրբիչով և փաթաթել հաջորդ օրը, դրանց հետ ոչինչ չի լինում։ Ես հենց այդպես էլ վարվել եմ, քանի որ նրբաբլիթներ պատրաստելը բավականին ժամանակատար է։ Տալիս ենք վերջնական տեսքը, վստահ լինելով, որ ծայրերը չեն պատռվելու, չեն վնասվելու և դրանք ունենալու են իդեալական տեսք։ Միջուկը կարող եք դնել մուգ կամ բաց կողմի վրա, համի ոչ մի տարբերություն։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ բարակ, նուրբ ծակոտկեն նրբաբլիթների շերտերի այսպիսի հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։